Շնորհակալություն։ Այո, ինչպես նշեցիք, 2026 թվականի հունվարի 1-ից սկսած նախատեսված է կարգավորում, համաձայն որի աշխատանքային պայմանագրերը կնքվելու են միայն էլեկտրոնային թվային հարթակում եւ էլեկտրոնային եղանակով։ Այս համակարգի ներդրումը հնարավորություն կտա եւ գործատուների եւ աշխատողների համար մի շարք խնդիրներ լուծել, մասնավորապես գործատուներն ու աշխատողները այսուհետ կունենան պայմանագրի օրինակելի ձևով կազմված պայմանագիր, այսինքն այն խնդիրը, որը մենք բազմիցս արձանագրել ենք, որ պայմանագրերը չեն համապատասխանում օրենսդրությանը, ստացվում է, որ հնարավորինս չի լինելու, քանի որ մենք հարթակում նախատեսենք բոլոր պարտադիր լրացման ենթակա դաշտերը եւ անգամ շատ դաշտերի պարագայում ունենք հուշումներ, թե ինչպես այդ դաշտերը լրացվի, ինչը եւս բավականին կհեշտացնի գործընթացը։ Մյուս խնդիրը, որ կլուծվի, այն է, որ մենք հանդիպել ենք դեպքեր, երբ աշխատողները այդպես էլ իրենց աշխատանքային պայմանագրի օրինակը չեն ստացել կամ ստացել են ավելի ուշ, քան նախատեսված էր աշխատանքային օրենսդրությամբ։ Համակարգի ներդրման պարագայում այս խնդիրը եւս լուծվում է, որովհետեւ պայմանագիրը ստեղծում է on-line հարթակում, էլեկտրոնային թվային հարթակում, հետևաբար անմիջապես աշխատողը երբ կստորագրի, կտեսնի իր պայմանագիրը իր ESM self-portal հարթակում, այսինքն այս խնդիրը եւս լուծվում է, եւ երրորդ խնդիր, որը այսուհետ կարող է լուծվել, առանձնացնեմ, վերաբերում է տեսչական վերահսկողական մեխանիզմներին, որովհետեւ մենք կարողանալու ենք այդ երբ որ ստուգում կբացվի գործատուի մոտ աշխատանքային հարաբերությունների մասով, հնարավորություն կտրվի արդեն իսկ տեսնել միանգամից, թե ինչ պայմանագիր կա կողմերի միջև կնքված, այդ պայմանագրերը ինչ փոփոխություններ են կատարված եւ տվյալ պահին ինչ վիճակում է գտնվում իրենց հարաբերությունները, այսինքն այն իրականությունը, որ մենք որոշ դեպքերում ունեցել ենք, երբ որ ստուգումից առաջ հետին ամսաթվով համաձայնագրեր են պատրաստվել եւ դրանով փորձել են ցույց տան, որ խնդիր չկա, այս մասով եւս այլևս հնարավոր չի լինի նման բան իրականացնել։ Եվ նաեւ պետք է նշենք հետեւյալը, որ համակարգի ներդրմամբ մենք նաև կարող ենք փաստել, որ կլինի մեկ հնարավորություն նաև մեր աշխատողների կողմից, որ իրենք երբ որ իրենց պայմանագրերի, իրենց տարբեր տեղեր աշխատելու մասով ինֆորմացիա ուզենան ներկայացնեն որևիցե գործատուի, կկարողանան իրենց պայմանագրերը օրինակի համար տպեն եւ դա եւս ներկայացնեն, որովհետեւ սա համարվելու է, որ պաշտոնական փաստաթուղթ, հետեւաբար կարող է նաև ներկայացնել դրանով իսկ փաստելով, որ իրենք այսքան տարիներ աշխատել են այսինչ գործատուի մոտ եւ ունեն այսքան տարիների ստաժ եւ այլն։ Սա եւս մեկ հնարավորություն է հավելյալ, որը կարող է օգտագործվել։ Շատ լավ, մինչ հիմնական դրույթները պարտադիր ձևաչափով հունվարի 1-ից ուժի մեջ մտնելը նաև կամավորության սկզբունքով էր արկա, տարեվերջին, մի քանի ամիս գործատուները հնարավորություն ունեին նոր աշխատանքի ընդունվողների պայմանագրերը կնքել այս նոր ձևաչափով, նոր գործիքակազմով։ Խնդրեմ Տիկին Պողոսյան, դուք ներկայացրեք, թե այս ընթացքում քանի գործատու է արդեն կնքել, համակարգը որքանով է աշխատել, խնդիրներ եղել են թե չեն եղել եւ արդյոք այս հունվարի 1-ից սպասվող հոսքին համակարգը պատրաստ է։ Շնորհակալություն։ Ինչպես արդեն նշվեց, մինչև 2026 թվականի հունվարի 1-ը համակարգը արդեն իսկ գործարկվել էր 2025 թվականի հոկտեմբեր ամսից ու գործատուները հնարավորություն են ունեցել կամավորության սկզբունքով ստեղծել էլեկտրոնային հարթակներ։ Նշեմ, որ աշխատանքային պայմանագրերի թիվը կազմել է 433 աշխատանքային պայմանագիր կնքված եւ գործատուի եւ աշխատակցի կողմից եւ 1525 թվով աշխատանքային պայմանագիր ընդհանուր համակարգի կողմից է ստեղծվել, բայց դեռ ստորագրված չի եղել աշխատողի կողմից։ Համակարգը կարելի ասել ամբողջությամբ պատրաստ է ապահովելու աշխատանքային հարաբերությունների թվայնացումը եւ բոլոր էլեկտրոնային փաստաթղթերի կնքումն ու ստորագրման գործընթացը ապահովել եւ համակարգի լիարժեք, այսպես ասած, լիարժեք պատրաստվելու հետ կապված կարող եմ ասել, որ այո համակարգը պատրաստ է։ Այս մասով եթե կարելի է կարճ լրացում 433 պայմանագիրը, որ իմ գործընկերը նշեց, վերաբերում է ընդունվողներին, այսինքն մենք 25 թվականի ընթացքում չէինք կարող համակարգ մուտքագրել ընդունված աշխատողների պայմանագրերը։ Ընդունված աշխատողների պայմանագրերը հնարավոր է մուտքագրել այս տարվա հունվարի 1-ից սկսած եւ այդ մասով մենք 1 տարի ժամանակ ենք նախատեսել մինչեւ 26 թվականի դեկտեմբերի 31-ը։ Նաեւ նշեմ, որ 25 թվականի դեկտեմբերի 25-ի կառավարության նիստով ընդունվեց նաև համապատասխան կառավարության
որոշումը, որի նպատակը հենց այդ ընթացակարգերի սահմանելն է, թե ինչպես են պայմանագրերը թղթային եղանակով, որով որ կնքվել են տարիներ շարունակ, տեղափոխվելու հարթակ։ Եվ պետք է նաև այս մասով նշեմ, որ այդ տեղափոխությունը չի նշանակում, որ աշխատողը նոր է ընդունվում աշխատանքի։ Ընդամենը իր պայմանագիրը, որը կա, գործող է, տեղափոխվում է թվային հարթակ, որպեսզի մեր ամբողջական տեղեկատվությունը ունենանք եւ միասնական նույն ձևաչափով եւ ունենանք նույն մեկ հարթակի մեջ։ Այդ նպատակով նաեւ կա համապատասխան կառավարության որոշում, որը ինչպես նշեցի, մի քանի օր առաջ է ընդունվել։